Վերցնել, ստեղծել, թափել։ Սա է տնտեսության գծային մոդելը, որից աշխարհը տասնամյակներ շարունակ փորձում է հրաժարվել, անցում կատարելով դեպի շրջանաձև տնտեսություն, որտեղ թափոնները կդառնան վերականգնվող ռեսուրսներ, նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցությունը։ Մենք ապրում ենք մի մոլորակի վրա, եւ եթե մենք այդ մոլորակի հետ չվարվենք այնպես, ինչպես վարվում ենք մեր տան հետ, վաղը մենք ունենանք լուրջ խնդիրներ ու այո, միգուցե կան ավելի հրատապ եւ վառվող հարցեր, բայց շրջակա միջավայրին ու կլիմային ուղղված գործառույթները, գործողությունները ամբողջությամբ չի կարող հեռացվել օրակարգից եւ դրա շուրջ պետք է անընդհատ եւ հետեւողական աշխատել։ Ավելի կայուն տնտեսություն եւ ավելի կայուն ապագա։ Հենց այս թեմաներն են քննարկվում ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի տանիքի տակ։ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային բանկից ներկայացուցիչներ, աշխարհի խոշոր գիտական կենտրոնների մասնագետներ այս օրերին Երևանում քննարկում են արագ փոփոխվող աշխարհում փոխակերպվող տնտեսության դերը։ Փոխակերպվող տնտեսություն երրորդյա գիտաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Այս տարի գիտաժողովի հովանավորն է ID բանկը եւ ի նշան երախտագիտության միջոցառման մեկնարկին բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին է փոխանցվում համագործակցության համար շնորհակալագիրը։ Շատ կարևորում եմ, որ նմանատիպ նախաձեռնության կողքին նաև մեր բանկային ոլորտն է, իդեմս նաև ID բանկի, որովհետև իրականում ցավոք սրտի պետք է նշեմ, որ շատ հաճախ նմանատիպ քննարկումները թվում է թե զուտ ակադեմիական են, միայն գիտնականներին են վերաբերվում, մասնավոր հատվածին կամ հասարակության ավելի լայն շերտերին չեն առնչվում, բայց իրականում դա այդպես չէ, որովհետև վերջի վերջո նմանատիպ քննարկումների նպատակը հասարակության բարեկեցության բարձրացումն է։ Նմանատիպ նախագծերը բարձրացնում են հասարակության տեղեկատվացության մակարդակը հենց այս թեմայի շուրջ եւ հնարավորություն են տալիս շատ ավելի լայն շրջանակի ընդունել, պատկերացնել, հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող ունենա հենց իրենց գործունեությունը շրջակա միջավայրի վրա եւ ինչպես բանկը կարող է օգնել նրանց հասնելու իրենց համար այնպիսի նշաձողերի, որպեսզի իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազեցնեն։ Կանաչ տնտեսությունից մինչև էներգախնայողություն, իսկ ինչպես կարող են թվային տեխնոլոգիաները փոխակերպել տնտեսություններն ու հասարակությունները։ Թվային տեխնոլոգիաներ գործարկելու իր մեծ ու օրեցօր զարգացող փորձով պանելային քննարկման առանցքում է նաև ID բանկը։ Վերջին տարիներին բանկը բավական մեծ ներուժով զբաղվում է հենց կայուն ֆինանսավորման գործիքների եւ ընդհանրապես կայուն ֆինանսավորման օրակարգի առաջխաղացմամբ։ Այս պահին մենք պլանավորում ենք մոտակա տարիների ընթացքում ունենալ ամբողջությամբ կայուն ֆինանսավորման այդ շրջանակը, որը որ փաթեթով կներկայացվի մեր հաճախորդներին եւ հնարավորություն կտա ուղղակիորեն բացասական ազդեցությունը կլիմայի վրա նվազեցնող գործիքներ ունենալ ֆինանսավորման համար։ Որպես վստահելի ֆինանսական գործընկեր, կայուն տնտեսություն կառուցելու ճանապարհին անփոխարինելի է նաև բանկերի դերը։ Միավորելով գիտական եւ բիզնես աշխարհները, փոխակերպվող տնտեսություն գիտաժողովն արդեն իսկ կատարել է իր առաքելությունը։ Տնտեսական նոր մարտահրավերներին ի պատասխան, հենց այստեղ են ծնվում այն նորարար գաղափարները, որոնք կտանեն դեպի կայուն եւ համաչափ զարգացում եւ դեպի կյանքի ավելի բարձր որակ։